Շորջան ուշադրություն, Լուսակերտի դաչաներում վաճառքի առանձնատուն վերանորոգված չբնակեցված։ Խնդրեմ կանաչապատ զոնա, ֆիլտրացիայով լողավազան, այստեղ ֆուտբոլի և վոլեյբոլի համար նախատեսված տարածք, ուրեմն դարպասները էլեկտրական բացվում են, մեքենա կայանալու տեղ, աստիճանը վանդակով բարձրանում եք, սրա տակը նկուղա 500 մետր հողատարածք, 130 քառակուսի տուն, 3 պատում արած, վերանորոգված չբնակեցված, ունենք ամառային խոհանոց, մոտավորապես 15-ից 20 հոգու համար նախատեսված նստելու հատված, տապչաններ, լողավազան, խնդրեմ գեղեցիկ Լուսակերտի դաչաներն է, վերևը 3 ննջարան, ներքևը խոհանոց հյուրասենյակով, նկարեմ նայեք։ Շորջան տան ներսի հատվածն է, սա հյուրասենյակն է, սանանգույցը լոգասենյակի հետ միասին, այնտեղ խոհանոցի կահույքը պետք է հավաքված լինի, բազմոցը աստիճանավանդակ դեպի երկրորդ հարկ բարձրացող, ստեղ ներկառուցված պահարաններ են, այս էլ հակառակ կողմից, որպեսզի տեսնեք ինչ լուսավոր պատուհաններ ունի։ Շորջան երկրորդ հարկի աստիճանավանդակն է, նախասրահ, սանանգույց, առաջին, երկրորդ և երրորդ ննջասենյակներ և փոքրիկ միջանցք, խնդրեմ։ Լուսակերտի դաչաներում վաճառքի առանձնատուն վերանորոգված չբնակեցված։ Սա բակային հատվածն է, որտեղ ունենք լողավազան, ամառային խոհանոց և նստելու անկյուն, ներքևում կա ֆուտբոլի դաշտ։ Շորջան ուշադրություն, Լուսակերտի դաչաներում վաճառքի առանձնատուն վերանորոգված չբնակեցված լողավազանով, ֆուտբոլի դաշտով, վոլեյբոլի սետկանել է առկա, էլեկտրական դարպասներ, մեքենա կայանալու տեղ, ներքևում մեծ նկուղ կա, ֆիլտրացիայով լողավազան, կանաչ զոնա, ամառային խոհանոց, նստելու անկյուն, 3 ննջարանով տուն, 130 քառակուսի, 500 մետր էլ հողատարածք, ներսը նկարեմ նայեք, խնդրեմ։ Ահա տեսեք ֆուտբոլի դաշտի հատվածը, սա նկուղն է, սա էլ էլեկտրական դարպասները։